մարզիկները և մարզիչները հարուսված են, այս նվաճումները թիմային աշխատանքի արդյունք են։ Հաղթանակած մարզիկներին առաջինը շտապում է շնորհավորել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Դավիթ Ծառուկյանը, չէ՞ որ դա նաև իր թիմի հաղթանակն է։ Տասնյակի համար անմոռանալի կմնա այս պահը, քանզի մեծանուն բարեգործ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանը Երևանի կենտրոնում բնակարան է նվիրում Հայաստանի 2013 թվականի լավագույն մարզիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի և համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին մեծ բարեգործը նվիրում է ճապոնական ջիփ ավտոմեքենա։ Իսկ մյուս 8 արժանավորներին պարոն Ծառուկյանը նվիրում է Նիվա մակնիշի ավտոմեքենա։ Նրանք են ըմբիշներ Արսեն Ջուխմալակյանը, Ավելի բուրը ծապար է, Լորան Ամոյանը, Սամբիստ Աշոտ Դանիելյանը, Մարմնավարզիկ Արթուր Դավթյանը, Բրցքամարտիկ Արամ Ավակյանը, ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը, Մուսա Մուրթազալիևը և Արթուր Շահինյանը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը։ Ազատ ըմբշամարտից Խորհրդային Միության առաջնությունների մրցանակակիր, սպորտի պատվավոր վարպետ, այս տարվա Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված Դավիթ Սաֆարյանի հայրն ու առաջին մարզիչ Հովիկ Սաֆարյանը։ Եվ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Հրանտ Շահինյան մեդալով պարգևատրվում են հունարունական ոճի ըմբիշ, աշխարհի նախկին չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալստյանը։ Հրանտ Շահինյան մեդալով է պարգևատրվում Սևան գյուղական մարզական ընկերության խորհրդի նախագահ, նախկին ըմբիշ Բազմասեր Արաքելյանը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկարամյա և բազմափորձ աշխատակցուհի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանը։ Եվ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական
ցանկում հիմնական դրանցում է ստացել Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի մեր միակ երագի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի անվան մեդալը։ Ալբերտ Ազարյանի անվան առաջին մեդալակիրներն են նրանք, ովքեր լուսաբանել ու փառաբանել են փառահեղ վարպետի մրցելույթները և նրա անվան մարզադպրոցում տարվող աշխատանքները։ Վաստակաշատ լրագրողներ, ծանրամարտից խորհրդային միության սպորտի պատվավոր վարպետ, համաշխարհային ուսանողական խաղերի մրցանակակիր, բազմաթիվ գրքերի հեղինակ Հովհաննես Մարտիրոսյանը, հայկական լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից, հանրահայտ Նեմրութի գործի արժանավոր շարունակող ֆոտոլուր գործակալության գլխավոր խմբագիր Նեմրութի միջնեկ որդի Մելիք Բաղդասարյանը և Սովետսկի սպորտ թերթի, ՏԱՍՍ-ի, Արմեն Պրեսի նախկին սեփական թղթակից, սովետական Հայաստանի վաստակավոր ժուրնալիստ Ալյոշա Խաչատրյանը, Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի վարչության անդամ, խորհրդային միության սպորտի վարպետ Թաթուլ Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պարգևների անվանակարգում իր արժանի տեղն է գտել նաև Վլադիմիր Ենգիբայրյան անունը կրող մեդալը։ Դրան առաջինն արժանանում է հենց Վլադիմիր Ենգիբայրյանի հիմնադրած մարզադպրոցի մարզիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի